Բարև Հայր ջան, մինչև այսօրվա ասելիքիս անցնելը, ասեմ, որ ձեր շարունակական աջակցությունների շնորհիվ մենք արդեն տպագրել ենք մեծ քանակությամբ մեքենաների համար ինքնասոսնձվող տպեր ու դրանք արդեն մեծ ակտիվությամբ փակցվում են այն մարդկանց մեքենաներին, ովքեր իրենց ցանկությունն են հայտնում օգնել մեզ տարածել մեր մասին տեղեկությունը։ Բացի այդ, արդեն վճարված են բազմաթիվ օնլայն հարթակներում գովազդներ ու դրանք եւս ակտիվ տարածվում են։ Ինչպես նաև մենք դեռ սպասում ենք քաղաքում մեր գովազդը տեղադրելու պատասխանին, բայց դրա մասին կասեմ մի որոշ ժամանակ անց։ Այս պահին էլի կան գովազդի հետ կապված անելիքներ, ուստի կխնդրեմ ձեզ շարունակեք մեր այս աշխատանքին աջակցել յուրաքանչյուրիդ հնարավորության չափով, որովհետև ամեն տարածված նյութը մի նոր մարդաբերում մեր շարժման շարքեր։ Եթե ուզում եք, որ մեր ձայնը հասնի ամբողջ երկրին ու համայն հայությանը, ապա այս այն փուլն է, որտեղ ձեր մասնակցությունը իրոք որոշիչ է։ Մի տարածումը դա մի նոր աջակցություն է։ Դրա համար ձեր ցանկացած ներդրում այդ փոքր քայլ չի։ Այդ իրականում մեր շարժման արագությունն է որոշում ու հենց հիմա է այն պահը, երբ դուք կամ դառնում եք այդ արագության մասը կամ թողնում եք, որ ամեն ինչ նորից որոշեն առանց մեզ։ Ու Հայր ջան, բոլորին, ովքեր այս դրամահավաքին մասնակից են, մեր բոլորի անունից հայտնում եմ մեծ շնորհակալություն, որովհետև առանց ձեր աջակցության մեր ծրագրերը կմնային ընդամենը գաղափար ու ոչ թե գործողություն, որը արդեն իրական փոփոխություն է սկսում։ Ու մոտ ապագայում ինքներդ էլ շատ բանում կհամոզվեք։ Հիմա Հայր ջան, անցնենք այսօրվա մեր բուն թեմային։ 2020 թվականից մինչև այսօր, որ վերլուծում եմ ամեն մանրուք, Ալիևի հայտարարություններից մինչև Պուտինի հարցազրույցներ, ներկա ու նախկին իշխանությունների մեծ ու փոքր քայլեր ու այս ամեն ինչը համադրելով ես ամեն օրվա հետ համոզվում եմ, որ մեզ չեն կոտրում մի հարվածով, մեզ փորձում են ձևափոխել փոքր աննկատ քայլերով։ Ու ամենավտանգավորը այն չի, ինչ անում են, այլ այն է, ինչ մեծամասնությունը սկսում է ընդունել որպես նորմալ։ Երեկվա Նիկոլի վիդեոն, որ մետրոյի մեջ շարի նման ընկել էր այդ աղջկա ջեբը, այդ սովորական տեսարան չէր։ Այդ փորձ էր չափելու, թե հասարակությունը ինչ աստիճանի ստորացման է պատրաստ ու ինչքան դեռ կարա լռի։ Եթե էս էլ ընդունի որպես նորմալ, հաջորդ քայլը արդեն ոչ թե խոսք կլինի, այլ կանոն, որը կթելադրեն բոլորին։ Իսկ գիտեք, երբ կհամարվի, որ բոլորը այս ընդունում են որպես նորմալ։ Այն ժամանակ, երբ մեծամասնությունը տենում են, լռում են ու անցնում են առաջ, իբր այս իրականությունը իրենց չի վերաբերվում։ Ու երբ սրանք հասկանան, որ նման տեսարանները դադարում են զայրույթ առաջացնել ու բոլորի համար դառնում են հերթական, տեսանք, ջղայնացանք, Facebook-ներում արտահայտվեցինք ու անցանք առաջ պատմություն։ Վստահ եմ, մեծամասնությունը տեսել են այն վիդեոն, որից պետք է խոսամ, բայց կլինեն մարդիկ, որ չեն պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Հիմա մի հատ նորից միասին մի կերպ դիմանալով նայենք ու ես ձեզ կասեմ, թե սրատակ ինչ թաքնված նպատակներ կարանելն են, որ դեռ շատերը չեն նկատում։ Նայեք ու շարունակենք։ Բայց ձեր տղան էս քարտեզում ապրելու, այդ հաշվի առել։ Հիմա, բայց Էլ բաչկա, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի թողել, որ մենք մեր Արցախում ապրենք, դու չեք թողել արդեն։ Գիտեք ինչ, չեք կարող մեծ ծրել, մենք մեր Արցախը ավելի վերադարձին մնացած ամեն։ Ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ։ Մի րոպե սպաս։ Խնդրում եմ չշարունակեք։ Չեք շարունակել։ Ցանկություն չունեմ։ Ես կշարունակեմ։ Շարից ենք շարունակած։ Գնացքի իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում։ Չէ։ Խնդրում եմ լսեք։ Մենք մցաշարից ենք շարունակման, թե չէ մենք հենց տեսանք, ես քիչն ենք, բայց քանի որ մեր ժամերը հաշված են, ես խաղի չկերազեմ։ Դրա համար մնացել է։ Շատ է։ Բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չկա Հայաստան։ Եվ ինձ պահանջում եք, որ սահմանները բացեմ, եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ եք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տեն։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տեն։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մենք ենք ու Ղարաբաղցի
Արցախցի է գտել, ովքեր ձեր իշխանաժողովներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները Լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մենք ստիպեք մենք իշխանում, մենք շատ իշխանում ենք։ վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր Ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ էլ կապույտ անձնագրեր ունեք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Ի գիտություն ձեզ մեծ Ես գիտեմ ի գիտություն ձեզ եւ դա Հայաստանի Այդ մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենց միշտ չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են վարձ են տալիս, մարդիկ ցանկանում են որ չին բնակվածից օգտվել, ուզում դա է վաճառը։ Ոչ թե մարդիկ ասում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, դա նորից քաղաքացի։ Լսեք Մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ։ Այդ բանդախտության բանը միտումը պետք է անեն, պետք է հանդարտվի, պետք է բան, այս երեխուն պետք չի բանդախտության։ Իսկ երեխան իջնա, իստերյակնա, ու խաղանքն Ումենա։ իրացանա, ու ֆայլա մամիկի երեխան կա։ Այդ երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Եկ իմ խնդրանքն հենա պետք չի երեխայի մեջ բանդախտության գեն մտցնել։ Ես էլ բան չեմ ասել, մի դուս էլ դու։ Հանդիստ եմ փողում։ Հանդիստ եմ։ Երեխան մայրի հայրենից համարում Այո, Հայաստանի Հանրապետությունն է իր հայրենիք։ Հայաստանի Հանրապետությունն։ Հայաստանի Հանրապետությունն։ Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում ստիպված է։ Սկզբից եկեք մի բան ֆիքսենք, որ իրականությունը ավելի հստակ տենանք։ Երբ իշխանություն կոչվածը սկսում է քո հետ խոսալ մատ թափ տալով, այդ արդեն քաղաքականություն չի, այդ վերաբերմունքա քո հանդեպ որպես մարդ, որպես քաղաքացի ու որպես ազգ։ Երեք մետրոյում տեղի ունեցածը մի դրվագ չէր, այդ սիմվոլիկա էր, կոնկրետ տեսարան, որ տեսեք իշխանությունը կանգնած է ներքևում մարդկանց մեջ, բայց հավասար չի խոսում մարդկանց հետ, այլ խոսում է վերևից։ Ես չգիտեմ այս շոուն որ արտաքին կենտրոնի համար էր կամ որ արտաքին կենտրոնի պատվերով, բայց փաստը այնա, որ սրա մի ձեռում Հայաստանի մասնատված քարտեզով կրծքանշանա, մյուս ձեռով էլ մատա թափ տալի։ Այսինքն, եթե նայենք սիմվոլիզմով, ապա մի ձեռով սահմանագծում, մյուսով քեզ տեղը տա ցույց տալի։ Այս դեպքում արդեն կարանք ասենք, որ այս քաղաքական ուղերձ է, ոչ թե պատահական պահվածք։ Բայց բացի այս ամեն ինչը էլի, բա տենց դուխով տղա ես, մի հատ Ալիևին տենց պատասխանի։ Չկաս այդքան։ Մենակ մեր հայ կանանց հետ ես կարում տենց խոսաս, թիկնապահներին լցնես կողքերդ ու հայ կնոջ հետ քեզ դուխով տղա զգաս։ Արա ուժը երևում է այնտեղ, որտեղ ռիսկ կա, ոչ թե այնտեղ, որտեղ դիմացինը անպաշտպան է։ Հայ կնոջ հետ բարձր տոնով խոսելը քաջություն չի, արա, այդ մենակ քո թուլության ցուցադրումն է։ Ու դու մենակ ստեղ ես կարում քեզ այդեն զգաս, թե դու, թե քեզանից առաջ եղած ղեկավարները, բոլորդ մենակ ներսում եք առյուծ, անպաշտպանների վրա, անչափահասների, ջահել տղեկի, հայ կանանց, մայրերի, բա մի հատ արտաքին ուժերի հետ էլ ձեզ սենց պահեք։ Իսկ եթե ներսից դուրս, այսինքն սահմանին կամ սահմանից այն կողմ լեզուդ փոխվում է, ուրեմն խնդիրը ոչ թե հանգամանքներն են, այլ զուտ քո չափը։ Ու լավ իմացի, ներսում ուժայինների շնորհիվ քեզ մեծ զգացող, բայց դրսում պուճուրիկ ժողովուրդը տենում է ու ամեն ինչ լավ տարբերում է, թե ով է իրականում ուժեղ ու ով է դեր խաղացող ու իրան ուժեղ տեղուտեղ դնող։ Ուժեղ բառը օգտագործելով չի կամ հայ կանանց վրա մատ թափ տալով, բա տղայեք մի հատ այտենց Պուտինին պատասխանեք, Ալիևին պատասխանեք, բա մի հատ հենց տեղից դուրս ձեզ տենց պահեք էլի, այսա որ ասում եմ դրսում փիսիկ եք, ներսում առյուծ ու առյուծ եք ինչի հաշվին ժողովրդի վստահության, որ ուժայինները ձեզ են ենթարկվում, այ էդ եք դուք։
Դու էլ քո այդ ցույց տված քարտեզի պես պուճուրիկ ես։ Եթե ուզում ես իրական չափսդ հասկանաս, ապա այդ ձեռիդ պուճուրիկ Հայաստանի քարտեզը, որ համեմատես մեծ հայքի հետ, այդ ժամանակ կհասկանաս, որ այդ մեծ հայքը իրականում ուժեղ ու դուխով տղեն է, իսկ դու իր մոտ այդ քո ձեռի բռնած պուճուրիկ քարտեզիկն ես։ Ու հիմա նայեք, հայր ջան, սրա այս քարտեզամոլությունը, որ ուր գնում քարտեզա ցույց տալի, որտեղ Արցախ չկա, Այս պարզապես նշան չի, այս իրենց արևին գիտակցության վերաձևակերպում է, այսինքն քեզ ամեն օր, ամեն տեղ ու ամեն ձևով ասում են, որ էսա քո իրականությունը, մնացածը մոռացի, բայց լավ իմացեք, երբ քարտեզը փոխվում է, հաջորդը փոխվելու է քո հիշողությունը, երբ հիշողությունը տա փոխվում, դրանից հետո փոխվում է քո պահանջը, այսինքն ոչ թե փոխվում է, այլ դու էլ պահանջ չես էլ ունենում, իսկ երբ պահանջը չկա, պետությունն էլ դադարում է այդ պահանջը պաշտպանել ու պետություն ասելով իշխանությունը նկատի չունեմ, այլ ինստիտուտը ու սրան էլ որ գումարենք սահմանադրության գալիք փոփոխությունը, որտեղից սրանց գծածով պետք է հանվի անկախության հռչակագրին արված հղումը, ստացվում է, որ այս ուղիղ ճանապարհը դեպի ազգային պահանջների զրոյացում Իմիջայլոց էս էլ ասեմ, որ այդ դիրքից մատ թափ տալը քաղաքացու վրա, այդ նյարդային պահվածք չի, այդ իշխանության հոգեբանական դիրք է, քեզ ասում են դու պարտական ես, իսկ ես էլ տերն եմ, ինչ ուզեմ կանեմ, ոնց կուզեմ կխոսամ, ու ոնց ուզում խոսում է, իր ղեկավարման օրոք Արցախը հանձնվում է, ինքը արցախցիներին է ասում, փախակ, դուք եք մեղավոր, Այսինքն էսի իր այս տրամաբանությամբ վաղը առանց հանրաքվեի սահմանադրությունը փոխելու է, երկիրը վարի տա ու բոլորիդ ասի դուք եք մեղավոր, ինչի քվեարկեցիք։ Հասկանում եք, այս դախը ձեզ մեղադրելով փորձում է ինքը ազատվի պատասխանատվությունից։ Սրա խելքով երբ ինքը ժողովրդին է մեղադրում, էլ ոչ մեկ չի հարցնում, թե ով էր որոշում կայացնողը։ Էս էլ է մեխանիզմ, էս էլ մեղավորին փոխելու մեխանիզմ է։ Ու հիմա նայեք որն է սրա թեզը, էսի բերանը գցել է, թե մենք ձեզ պահել ենք, մենք ենք պահել արցախցիներին։ Խոսքը այս դրվագի մասին է։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Այս ամենավտանգավոր ձևակերպումներից մեկն է, երբ պետությունը ասում է, որ ինքը պահել է իր քաղաքացիներին, իր հայերին, ինքը արդեն քեզ չի տենում որպես իրավունք ունեցող մարդ, ինքը քեզ տենում է որպես բեռ։ Իսկ այս մտածողությունը ունի միակ տրամաբանական վերջը՝ ազատվել այդ բեռից։ Նենց որ բացի ընդհանրացրած դիմել ես, առանձնահատուկ դիմում եմ նաև ադեկվատ ու սթափ արցախցիներին, որ մոռացեք ձեր փրկությունը գտնեք գալիք ընտրություններում։ Պատճառները բազմիցս բացատրել եմ ու հիմնավորել եմ, կարաք հետ գնաք ու նայեք։ Ձեր միակ փրկությունը այդ լույսի բանակի հետ վերածննդի շարժումն է, այլ տարբերակ չունեք, ոչ դուք, ոչ էլ որևէ այլ մարզի կամ սփյուռքի ապրող հայ։ Ու գիտեք ոնց են փորձում նենց անեն, որ կոնկրետ արցախցին չպայքարի, օգտագործում են փախածներ բառը, լրիվ անհիմն առանց բացատրության ու առանց հաշվի առնելու, որ Ադրբեջանը էթնիկ զտում էր իրականացնում, իսկ իշխանություն կոչվածը ականջները կախ ու աչքերը փակ իր վախկոտությունից ելնելով չտենալու էր տալ այդ ամեն ինչը։ Ու երբ արցախցիներին ասում են փախածներ, այդ զուտ պահիտակ բերանին եկած բառ չի, այդ մտածված պիտակավորումը, պիտակ դնելով քեզ փորձում են զրկել արժանապատվությունից, իսկ արժանապատվությունը կոտրելով քեզ դարձնում են լռող։ Իսկ լռող մարդը չի պահանջում, չի պայքարում, չպահանջող մարդն էլ կորցնում է ամեն ինչ։ Այս ուղիղ ճանապարհը դեպի ազգային կամքի թուլացում։ Իսկ ես արցախցիներին կասեմ, որ դուք իշխանության աջակցությունը չստանալով, դրանցից ոչ մի երաշխիք չունենալով, ընդամենը ժամանակավորապես տեղափոխվել եք, դուրս եք եկել Արցախից ու դուրս եք բերել ձեր կանանց ու երեխեքին։ Որովհետև երբես տգետը ասում է փախել եք, անտեղյակ մարդը կարա հասկանա, որ պատերազմ էր, բոլորը կամավոր տղեկ էին ու փախան։ Բայց ոչ մեկ չի հիմնվում են փաստի վրա, որ պատերազմի դաշտում կռվող տղեկի կողքին իրանց կանայք չկան, իրանց մայրերը կամ երեխեքը չկան։ Իսկ այս դեպքում թշնամին է մտել այնտեղ, որտեղ այս մարդիկ իրանց ընտանիքներով ապրում էին ու փրկել են իրանց երեխեքին, որ վաղը այդ երեխեքը ի տարբերություն վախկոտ իշխանությունների նորից ազատագրեն Արցախը ու վերադառնան տուն արդեն որպես Հայաստանի մաս։
Այդ ես ասում եմ վաղվա մասին։ Իսկ այսօր այդ նույն ընտանիքները կարան միանան վերածննդի շարժմանը ու ավելի շուտ վերադառնան Արցախ։ Ու մենակ Արցախցին Արցախ չէ, մշեցին մուշ, սասունցին սասուն, վանեցին էլ վան։ Այդ ճանապարհը մենակ Լույսի բանակի հետ է բաց, ուրիշի հետ ու ուրիշտեղ այդ մի փնտրեք, եթե չեք ուզում հերթական անգամ խաբվեք ու նորից նստեք նույն տաշտակի մոտ։ Ընտրությունը ձերն է, հայր։ Արդեն ժամանակն է, որ յուրաքանչյուրդ հասուն մարդու պես վճռական որոշում կայացնեք, ոչ թե դարերով ձեզ հիմարի տեղ դրած հակըտներից այդ քաշտան ընտրությունների, հետո այդ նույն քիթը խփեն քարերին ու ձեռ առնեն իրանց այդ սրտիկներ ցույց տալով ու դատարկ ժպիտներով, որը իրականում ծաղր է յուրաքանչյուրիդ վրա։ Այդ հանրային շոուները, այդ եթերում սրանց ուտելը, այդ սրտիկներով բարի լույսները, այդ տախտակ ապարելը Շատերը սրան թեթև են նայում, բայց այս տեխնոլոգիա, երբ քաղաքական գործիչը քո հետ շփվում է կենցաղային մակարդակում, այդ նշանակում է, որ ինքը միտումնավոր քեզ դուրս է բերում քաղաքական մտածողությունից։ Դու սկսում ես ոչ թե վերլուծել, այլ ընդհանրապես նայել, դառնում ես դիտորդ։ Իսկ դիտորդը ոչ մի բան չի վերահսկում, իսկ չվերահսկվող իշխանությունը անում է ինչ ուզում է։ Սրանց այս հանրային անիմաստ կապիկությունները ոչ այլ ինչ է, քան ուշադրության ապակենտրոնացում։ Այս քաղաքականության դեգրադացիա դեպի դատարկ շոուներ։ Ու սրա այս մարդկանց մեջ մտնելը վերահսկվող կոնֆլիկտով, այս պատահական չի։ Այս փորձը հասարակության ռեակցիայի շեմը ստուգելու։ Ուզում է փորձի ինչքան խորը կարա գնա, ուզում է հասկանա որտեղ է սահմանը, կլինի պատասխան, թե մեկը լռելու են ու նորից խելոք գնան ընտրությունների։ Եթե պատասխան չկա, սահմանը տեղափոխվում է ավելի խորը։ Այսօր մատ թափ տալա, վաղը որոշում կլինի, հետո էլ փաստ։ Ու այս ամեն ինչը միասին վերցրած մի բան է նշանակում, որ ձեզ կամաց սովորացնում են նոր իրականությանը։ Ձեզ ասում են Արցախն ու Արևմտյան Հայաստանը մոռացեք, ընդունեք Հայաստանից մնացած մի հատ չնչին հատված ու լռեք։ Ու գիտեք ինչ, ամեն օրը, երբ դուք ոչ մի բան չեք անում, բացի օնլայն գրառումներից ու մեկնաբանություն գրելուց, դուք իրականում ընտրություն եք կատարում։ Չարձագանքելն ու մենակ օնլայն արտահայտվելը էլի որոշում է, ու այդ որոշումը գին ունի։ Այդ գինը վճարվում է քո անվտանգությամբ, քո ապագայով ու քո երեխու հնարավորություններով։ Ավելի պարզ ասեմ, եթե այսօր դու ընդունեցիր, որ քո հետ կարելի է մատ թափ տալով խոսալ, վաղը քո հետ կխոսան իրանց քամահաճույքներից բխած հրամաններով։ Եթե այսօր ընդունեցիր Հայաստանի քարտեզը առանց Արցախի, վաղը քեզանից կպահանջեն մոռանալ հաջորդ սահմանը։ Այս երբեք ինքը իրանով կանգ չի առնելու, այս շարունակական գործընթաց է։ Ու հիշեք ամենապարզ բանը, մի սպասեք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն պետքա քայլ անի, դուք էլ նստեք տնից նայեք։ Մի մտածեք, որ առանց ձեզ կարա մի բան փոխվի։ Ամեն ինչ փոխվելու է այն պահին, երբ բոլորդ արդեն հիմիկվանից խոսակ վերածննդի շարժումից ու միանաք Լույսի բանակին։ Երկրի ու ձեր ճակատագրում կարա բան փոխվի մենակ ձեր մասնակցությամբ, ոչ թե կողքից լուր նայելով։ Ու ձեր առաջի քայլը պարզ է՝ չլռել, խոսալ, աջակցել այս պահին ձեր միակ փրկության վերածննդի շարժմանը, տարածել, բարձրաձայնել Լույսի բանակի մասին, արձագանքել ամեն նման դեպքին ու ամենակարևորը, ես կասեի կարևորագույնը, չվախենալ։ Որովհետև երբ ժողովուրդը վախում է ու վախից ելնելով լռում է, այդ նշանակում է, որ իշխանությունը չի սխալվում։ Իսկ նման պայմաններում այդ իշխանությունը գնում է մինչև վերջ։ Իսկ երբ ժողովուրդը սկսում է չվախենալ, սկսում է խոսալ ու միանալ Լույսի բանակին, այդ ժամանակ խաղի կանոնները փոխվում են։ Ու վերջում մի հատ շատ կարևոր հուշում բոլորիդ։ Հիշեք, որ ձեզ երբեք չեն համարձակվի պարտադրել ձեզ հակասող իրականությունը մի անգամից։ Դրան ձեզ սովորացնում ու ընտելացնում են քայլ առ քայլ։ Ու եթե դուք ոտքի չկանգնեք ու դրա դեմը չառնեք հենց առաջի քայլի ժամանակ, վերջում այլևս կանգնելու տեղ չեք ունենալու։ Հիմա կարաք բոլորով մտնեք Լույսի բանակի պաշտոնական կայք, ծանոթանաք կայքի բոլոր բաժիններին ու վստահ եմ, որ դրանից հետո ձեր վճռական որոշումը չի ուշանա։ Այս ձեր բանալին է ձեր արժանապատիվ ապագայի դուռը բացելու համար։ Նենց որ որոշողն եք դուք։ Մեզանից հասնում էր դուռն ու բանալին, Լույսի բանակը դա տալիս է ձեզ։
Ձեզ մնում ամենակ այդ բանալին վերցնել ու դուռը բացել, այսինքն միանալ լույսի բանակին ու վերածննդի շարժմանը, ուրիշ դուռ ու ճանապարհ չկա։ Ու մեծ ուրախությամբ, ուրախություն մեր աջակիցների ու ինադու մեր բոլոր ճուզողների, ուզում եմ արձանագրել մի հատ կարևոր փաստ։ Օրորի մեծանումա լույսի բանակի աջակիցների թիվը, օրորի մեծանումա վերածննդի շարժմանը միանալու պատրաստակամություն հայտնողների թիվը ու օրորի ավելի է ակտիվանում մեր կազմակերպության ֆինանսական աջակցությունը։ Իսկ սա նշանակում է մենակ մի բան, որ ինչքան արագ ու ակտիվ շարունակվի այս աջակցություններն ու մեզ միանալը, այնքան շուտ հայի իրական տեսակը, այսինքն իրական հայը, կտոնի իր հաղթանակը ու կցնծա այդ հաղթանակով։ Նենց որ հուսանք ու եթե այս տեմպերով գնաց ես կասեի վստահ լինենք, որ շատ շուտով մենք հաղթելու ենք։ Առաջ Աստված ու թող Արարիչը պսակի մեր պայքարը հաղթանակով։ Այսօրվա համար այսքանը, լավ մնաք ու օրհնվեք բարձր սիրով, իմաստությամբ ու վճռականությամբ։ Mera